Ողջունում եմ բոլորիդ եւ ուրախ եմ, որ եւս մեկ գեղեցիկ օր ունենք Տիրոջը պաշտելու, Տիրոջը մեծարելու ու իրեն փառք տալու։ Ուրախ եմ հարազատ դեմքեր տեսնելում, երկար ժամանակ չեմ տեսել, թղթերը օրհնի ձեզ ու իրապես օգնի, որպեսզի այս միաբանությունը պահենք եւ իրապես կարոտում ենք ու հույսով եմ Տերը իր ժամանակին իր հնարավորությունը կստեղծի, որպեսզի միշտ միասին լինենք։ Ինչպես որ արդեն Հայկ եղբայրս էլ նաև աղոթքի մեջ հիշատակեց, աղոթող եղեք մեր Ռոզա քրոջ համար, Լաուր քրոջ համար, Արաքս քրոջ համար, ֆիզիկապես տկար են եւ կարիք ունեն ձեր աղոթքների։ Եվ հիմա էլ պետք է աղոթող լինենք, որպեսզի իրապես Տերը մեզ պատրաստի իր խոսքի մեջ էլ ավելի կենտրոնանալու, իր կամքը փնտրելու եւ իր կամքի համեմատ քայլելու։ Գիտեք, մենք Մատթեոսի ավետարանի սերտողության շրջանակում հասել ենք 12-րդ գլխի, բայց մինչև բուն հատվածին հասնելը մի պատմության մասին կցանկանամ հիշեցնել, որը որ վստահ եմ բոլորդ էլ գիտեք։ 1912 թվականին ապրիլի 10-ին աշխարհի ամենամեծ ու ամենաշքեղ նավը, գիտեք, Տիտանիկը, դուրս եկավ իր առաջին ճամփորդությանը, որ Անգլիայից պետք է գնար դեպի Նյու Յորք։ Հետաքրքրական է, որ նորից այդ ժամանակ ինքը համարվում էր տեխնոլոգիական ամենազարգացած եւ ամենաժամանակակից, այսպես ասած, հրաշքը։ Մարդիկ վստահ են, որ այդ նավը գրեթե անկործանելի է եւ նույնիսկ այդ ձևի արտահայտություններ էլ կային, որ այդ նավի նկատմամբ անում է։ Ու հետաքրքրական է, երբ որ ապրիլի 14-ին նավը բախվում է սառցաբեկորին եւ հայտարարվում է, որ պետք է արդեն կամաց տեղահանվեն փոքր նավակներով, սկզբում շատերը չեն հասկանում իրական վտանգի մեծությունը, վտանգի չափը։ Ինչի որտեվ երբ որ նայում են, տեսնում են, դե նավը դեռ կանգնած է, լույսերը վառվում են, երաժիշտները շարունակում են նվագել, եւ այս պարագայում որոշ առումով նաեւ անձնակազմն էլ փորձում էր խուճապ չառաջացնելու համար թեթև էր մոտենում եւ այլն եւ այլն։ Ու գիտեք ինչն էր խնդիրը։ Այդ պատճառով նույնիսկ երբ որ առաջի փրկարար նավակները պատրաստ էին իջնելու, շատ մարդիկ հրաժարվում էին նրանց մեջ նստելու։ Ինչի որտեվ կարծում էին, որ այս նավի վրա մնալը ավելի ապահով է, քան թե փոքրիկ նավը նստելը եւ գնալ գիշերով ինչ որ ծովի խորքերը իրենց համար դա տրամաբանական էր։ Ու նրանց թվում էր, որ այս նավը հայտարարված էր, ասված էր, որ որևէ պարագայում ինքը չի խորտակվելու։ Բայց պահը կամ իրականությունը այլն էր։ Նավը խորտակվում էր եւ այդ մարդիկ կարիք ունեին փրկվելու։ Երբ որ արդեն տեսան, որ սկսեց նավը կողքի պտտվել եւ արդեն իսկ հասկանում էին, որ վերջ նավը գնում է դեպի խորտակման, այդ ժամանակ արդեն ուշ էր։ Ինչու էր ուշ, որովհետեւ բավականին այդ նավակներն արդեն վերջացած էին։ Ու ուշադրություն դարձրեք, այստեղ խնդիրը ինչի մեջ էր։ Խնդիրը նրա մասին չէր, որ նախազգուշացում չէին ստացել։ Խնդիրը նրա մեջ չէր, որ, չգիտեմ, չէին տեսնում որոշ առումով որ խնդիր կա, այլ խնդիրը նրանց արձագանքի մեջ էր։ Երբ որ այդ ամեն ինչը հասավ ու կարծես պատրաստ էին փրկվելու, այսև ասած, արդեն ուշ էր։ Եվ այսօրվա իրականության մեջ մարդիկ նույնպես նույն տրամաբանությամբ են շարժվում։ Մենք խոսում ենք, այսև ասած, աշխարհի դատապարտության գնալուն, գալիք դատաստանի մասին։ Խոսում ենք, որ վերջը ամեն մեկս կանգնելու ենք Տիրոջ առաջ, բայց մարդիկ ինչ են անում։ Տեսնում են կյանք ապրում ենք, էլի ոչ մի տարբերություն չկա։ Ոնց որ Քրիստոսի ժամանակ էր, երբ որ Հիսուս Պետրոս առաքյալ այդ Նոյի օրինակն է բերում։ Ասում է դե Նոյի ժամանակ էլ Նոյը ասում էր անձրև է գալու խնդիր կա, եկեք դեպի փրկություն, դեպի նավը, ասում են երբեք նավ չենք տեսել, ինչ են անում, ասում է մարդիկ սովորականի պես էլ ապրելու են։ Արձագանքը սխալ է եւ սխալ արձագանքը տանելու է դեպի ինչ։ Դատապարտություն, դեպի կործանում։
Եվ այս հատվածը, որ միասին նայելու ենք, եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչքան Տեր Հիսուս Քրիստոսի գործերը, խոսքերը վկայակոչում էին նրա ով լինելու մասին, բայց մարդիկ ինչ էին անում։ Սխալ արձագանք էին տալի։ Փարիսեցիները ընդհանրապես դաժե ավելի ծայրահեղության են գնում։ Նրանք չընդունեցին այն ճշմարտությունը, որը որ կանգնած էր իրենց առջև։ Իրենց տրամաբանությանը, իրենց ցանկություններին առաջ տալով, դրանից ելնելով նաև հասան այն աստիճանի, որ Աստծո գործերը սկսեցին անվանել սատանայի գործեր որպես։ Մենք ուղղակի զգուշ լինենք, որ նման իրավիճակում մենք չհայտնվենք։ Եկեք միասին ընթերցենք Մատթեոս ավետարան 12-րդ գլուխ, կընթերցենք միասին 22-ից 37։ Մատթեոս 12, 22-ից 37։ Եթե դեմ չեք, ոտքի կանգնենք եւ Աստծո խոսքը ոտքի կանգնած ընթերցենք։ Մատթեոս 12, 22-ից 37։ Այդ ժամանակ Հիսուսի մոտ մի կույր ու համր դիվահար բերվեց, եւ նա բժշկեց նրան, այնպես որ կույրն ու համրը եւ տեսավ եւ խոսեց։ Ժողովրդի ողջ բազմությունը զարմացավ ու ասում էր. «Միթե սա է Դավթի որդին»։ Սակայն փարիսեցիները լսեցին եւ ասացին. «Դա դևերի այլ կերպ չի հանում, եթե ոչ դևերի իշխան Բեելզեբուղի միջոցով»։ Հիսուս նրանց մտքերը հասկանալով ասաց. «Ամեն թագավորություն, որ իր մեջ մասնատված է, կավերվի եւ ինքն իր մեջ մասնատված ամեն քաղաք կամ տուն կանգուն չի մնա։ Եթե սատանան սատանային հանում է, ինքն իր մեջ բաժանվում է, այդ թագավորությունը ինչպես կանգուն կմնա։ Եվ եթե ես դևերին Բեելզեբուղի միջոցով եմ հանում, ապա ձեր որդիներն ինչով են հանում։ Դրա համար էլ նրանք ձեր դատավորները կլինեն։ Իսկ եթե ես Աստծո հոգով եմ դևերին հանում, ուրեմն Աստծո արքայությունը հասել է ձեզ վրա։ Կամ ինչպես կարող է մեկը հզոր մարդու տուն մտնել ու նրա ունեցվածքը հափշտակել ու եթե նախ այդ հզորին չկապի եւ հետո նրա տունը կողոպտի։ Ով ինձ հետ չէ, ինձ հակառակ է, եւ ով ինձ հետ չի հավաքում, ցրում է։ Դրա համար ասում եմ ձեզ, ամեն մեղք ու հայոյանք մարդկանց կներվի, բայց հոգու դեմ հայոյանքը մարդկանց չի ներվի։ Ով մարդու որդու դեմ որևիցե բան ասի, նրան կներվի, բայց ով Սուրբ Հոգու դեմ ասի, նրան չի ներվի, ոչ այս աշխարհում, ոչ էլ հանդերձյալում։ Եթե ծառը լավը համարենք, նրա պտուղը եւս լավը կլինի, իսկ եթե ծառը վատ համարեք, նրա պտուղը եւս վատ կլինի, որտեղ ծառը իր պտղից է ճանաչվում։ Իժերի ծնունդներ, դուք ինչպես կարող եք բարի խոսել, երբ չար եք, որովհետև բերանը սրտի լիությունից է խոսում։ Բարի մարդն իր սրտի բարի գործից է բարիքներ հանում, իսկ չար մարդը չար գանձից է չարիք հանում։ Բայց ասում եմ ձեզ, որ ամեն դատարկ խոսքի համար, որ մարդիկ խոսում են, դատաստանի օրը հաշիվ պիտի տան, որովհետև քո խոսքերից պիտի արդարացվես եւ քո խոսքերից պիտի դատապարտվես։ Ամեն։ Աղոթենք։ Տեր Աստված, աղոթում, որ օգնես խոսքից շրջանակում եւս մեկ անգամ մեզ համար հստակ հաստատում լինի Տեր Հիսուս, որ այն ամեն ինչ որ անում էր եւ այն ամեն ինչ որ սովորեցնում էր, ցույց էր տալի քո փրկիչ, քո մեսիա լինելը, Տեր, եւ օգնի, որ այո մեր հավատքը ել ավելի հաստատուն լինի, Տեր, որ չնայենք աջ, չնայենք ձախ, այլ հստակ հասկանանք մի բան, որ դու ես մեր Տերը, դու ես մեր փրկիչը եւ քեզանով միայն ունենք ազատություն, Տեր։ Աղոթում նաև այցելես նրանց, ովքեր որ գուցե մինչև հիմա դեռ քեզ չեն ճանաչում, դեռ քեզ չեն ընդունել որպես իրենց Տեր ու փրկիչ։ Դու ողորմիր, դու այցելություն արա նրանց սիրտը բացի, որպեսզի ավետարանիդ խոսքը ընդունեն եւ փրկությունը ժառանգեն։ Հիսուսի անունով, ամեն։ Նստեք, խնդրեմ։ Մինչև հիմնական այս հատվածի ուսումնասիրությանը կհասնենք, ուզում եմ մի փոքր հիշեցնեմ, թե մինչև այդ ինչի մասն ենք խոսում։ Եթե կհիշեք, 11-րդ գլխից մենք տեսնում ենք, որ Մատթեոս ավետարանիչը սկսում է ցույց տալ արդեն այլ արձագանք Հիսուսի նկատմամբ։ Այսինքն փոփոխություն է տեղի ունենում։ Առաջինը մենք տեսնում ենք Հովհաննես Մկրտչի հարցը, որ իր աշակերտների միջոցով ուղարկեց, կարծես չէր հասկանում, թե ինչ է կատարվում։ Մենք դրանից հետո տեսնում ենք 11-րդ գլխում անհավատ քաղաքները, ինչպես Տեր Հիսուս Քրիստոս դատապարտում է այդ անհավատ քաղաքներին եւ նաեւ իր կոչն է անում, որ եկեք ինձ մոտ բոլոր հոգնածները եւ բեռնավորվածները եւ ձեզ
հանգստություն գտա։ Դրանից հետո մենք տեսնում ենք շաբաթի հետ կապված հակամարտությունը, որ փարիսեցիները ինչպես էին շաբաթը, այսպես ասած, բարձր դասում մարդկային կյանքից եւ իրական բարիք անելուց, եւ հիմա արդեն 12-րդ գլուխ այս հատվածից մենք տեսնում ենք, որ այս հակամարտությունը ել ավելի է խորանում։ 22 համարը եւս մեկ անգամ կարդանք։ Նայեք, ասում է. այդ ժամանակ Հիսուսի մոտ մի կույր ու համր դիվահար բերվեց, եւ նա բժշկեց նրան, այնպես որ կույրը ու համարը եւ տեսավ եւ խոսեց։ Ուշադրություն դարձեք, երբ որ բերում են Տեր Հիսուս Քրիստոսի մոտ այս դիվահարին, գուցե եւ Տեր Հիսուս Քրիստոս ինադու, այսինքն բոլորի առաջ եւս մեկ անգամ էս հրաշքնանում է, որպեսզի հստակ մարդիկ ինչ անեն, հստակ իրենց արձագանքը տան։ Որովհետև նեյտրալ վիճակ չի կարող լինել ընդհանրապես Աստծո վերաբերյալ։ Դեռևս սրա մասին ավելի եմ մանրամասն խոսելու, բայց այն ամեն ինչ որ անում է Տեր Հիսուս Քրիստոս սովորական չէր։ Ուշադրություն դարձեք, բերում են մի հոգու, ով որ դիվահարված է եւ միաժամանակ եւ կույր էր եւ համր էր։ Մի բան է տեղի ունենում, որը որ մարդկության ողջ պատմության ընթացքում չի տեղի ունեցել, եւ Տեր Հիսուս Քրիստոսին չի անում, բժշկում է։ Եվ այս դեպքը պետք է դառնան շրջադարձային։ Ինչու՞, որովհետև մարդկանց առաջ հստակ հարց էր գալու։ Հստակ որոշում կայացնելու պահներ եկել։ Ժողովուրդը ինչպես արձագանքեց 23 համարը հետաքրքիր է։ Ասում ժողովրդի ողջ բազմությունը զարմացավ ու ասում էր՝ միթե սա է Դավթի որդին։ Այս զարմանալ բառը ապշել բառն է, այսինքն այն աստիճանի, որ դու ուղղակի հիացմունքից չգիտես ինչպիսի պատասխան տաս։ Ինչի որտեվ նրանք տեսան մի բան, որը որ ողջ մարդկության պատմության ընթացքում, իրենց կյանքի ընթացքում երբեք չէին տեսել։ Մեր հիմա նույնիսկ ժամանակակից այս բժշկության շրջանակում ոչ միշտ կարող ես կույր մարդու կամ համր մարդու բժշկես։ Ուղղակի կան պահեր, որ բժշկությունը մինչև հիմա որևիցե պարագայում հնարավորություն չունի տվյալ հարցերին լուծում տալու։ Այս պարագայում գրված է, որ երբ որ Տեր Հիսուս Քրիստոս բժշկեց, ասում է այնպես, որ կույրը ու համրը, ուշադրություն դարձեք, եւ տեսավ եւ ինչ արեց, եւ խոսեց։ Միանգամից միաժամանակ եւ տեսավ եւ խոսեց։ Եվ ժողովուրդը ապշահարած մի հատ հարց են բարձրացնում։ Միթե սա է Դավթի որդին։ Գիշեք մենք մի քանի անգամ սրա մասին ասել ենք։ Դավթի որդի արտահայտությունը ուղղակի արտահայտություն չէր։ Այն մեսիական արտահայտություններ, միթե սա է այն Դավթի սերնդից եկող թագավորը, ում մասին որ ասված է։ Միթե նա է, ում որ մենք երկար ժամանակ սպասում ենք։ Որտեղից եկավ այս միտքը։ Այն գործից, այն հրաշքից, որ Տեր Հիսուս Քրիստոս ինչ արեց, կատարեց։ Եվ հիմա 24-րդ համարից մենք տեսնում ենք նաև փարիսեցիների արձագանքը։ Այսինքն ժողովուրդը հարցը բարձրացնում է եւ փարիսեցիների մոտ արդեն խնդիր կա։ Ինչի որտեվ հրաշքը հստակ տեղի է ունեցել եւ չեն կարող մերժեն։ Չեն կարող ասեն հրաշք չի եղել, որտեվ բոլորի առաջ է եղել եւ հստակ է, չէր կարող այսպես ասած խափեր, որտեվ այսօր էլ ժամանակակից շակերտավոր բժիշկներ կան, ովքեր որ աճպարարություն են անում։ Այսինքն մեկը երբեք անդամալույց չի եղել, նստածում են անվասայլակի վրա, բերում են բեմի առաջ, անունով աղոթք անում, հրաշք անում, եկել հոպ այդ մարդը կանգնում է եւ քայլում է, բոլորը ծափ են տալի, բայց հետո մի փոքր ուսումնասիրում ես, տեսնում ես, որ այդ մարդը երբեք էլ անդամալույց չի եղել։ Կամ մեկ ուրիշները կան, հիմա նորից ժամանակակից այդ ձևի մի քանի բժիշկներ կան, ոտքերը բան անում, նայում ասում մեջքի ցավեր բաներ ունենում ես, հա ունենում եմ, տեսնում եմ ոտքդ մի քիչ ավելի մի ոտքդ մյուս ոտքից ավելի երկար է, ու այնպես են անում կողքի նստածներով ցույց տալով, տեսեք ոտքերի տարբերություն կա, հետո կաման ձեռքով քաշելով աղոթք են անում, վաու հրաշք տեղ ունեցավ, ոտքերը ուղղվեցին եւ այլն եւ այլն։ Նման հրաշքներ չէին, որոնք որ ուղղակի ձևական ինչ որ բան էր, թատերական բեմի առաջ կատարված ինչ որ դեպք չէր։ Իրական հրաշք տեղ ունեցավ եւ այլևս փարիսեցիները սա չեն կարող ինչ անել, մերժել։ 24 համարը դրա համար ինչ են ասում, սակայն փարիսեցիները լսեցին եւ ասացին. դա դևերին այլ կերպ չի անում, եթե ոչ դևերի իշխան Բեղզեբուղի միջոցով։ Ուշադրություն դարձեք, որ միանգամից կտրուկ փոփոխություն է տեղի ունենում։ Հրաշքը տեղի ունեցել չենք կարող մերժենք,
Եվ նրանք չեն ասում, որ հրաշք չկա, ընդունում են, որ այդ փաստը իրականություն է, բայց փոխում են դրա բացատրությունը։ Ժողովուրդը ասում է, միթե Դավթի որդին է, ասում են, չէ, ժողովուրդ ջան, ինչ Դավթի որդի։ Հաստատ սատանայի իշխանությամբ հանում, այսինքն Բեելզեբուլի, որպես իշխանի միջոցով է այս դևերին հանում։ Դևերի իշխանի միջոցով է հանում։ Ու սա պարզապես վիրավորանք չէր։ Ինչ են անում, գիտակցաբար փորձ էր Աստծո գործը վերագրելու ում սատանային։ Հստակ հասկանում են, տեսնում են, որ սա Աստծո գործն է։ Այն մարդիկ, ովքեր որ այսև ասած ժողովուրդ են, գուցե այդքան գիտակից չեն, այդքան իմաստուն չեն եւ այլն, այս մարդիկ կարդացած մարդիկ են։ Գիտակցաբար ինչ են ասում, սատանային է, դա հաստատ Աստծո հետ կապ չունի։ Եվ այս մեղադրանքին Տեր Հիսուս Քրիստոս պատասխանում է եւ ցույց է տալիս, որ այն ամենը ինչ որ ինքը անում էր, հստակ ցույց էր տալիս նրա ինքնությունը, նրա ով լինելը։ Իսկ դրա մերժումը բերելու է հստակ դատապարտության։ Այլ ընտրանք չկա։ Եվ Հիսուս շարունակության մեջ բերելու է 3 հիմնավորում։ Առաջինը մենք տեսնում ենք, որ տրամաբանական հիմնավորումը բերում իր ով լինելուն եւ փարիսեցիների սխալ լինելուն։ Դրանից հետո վարդապետական հիմնավորում է բերում եւ վերջինը բարոյական հիմնավորում է բերում։ Բավականին մեծ է հատվածը եւ կարծում եմ, որ այսօր կհասցնենք ընդամենը 2-ին անդրադառնալու եւ երրորդ հիմնավորմանը կանադառնանք առաջ Աստված մյուս կիրակի, եթե Տերը կամենա։ Առաջինը Տեր Հիսուս Քրիստոս բերում է տրամաբանական հիմնավորում։ Ուշադրություն դարձնենք 25-ից 27 համարները։ Նայեք, երբ որ փարիսեցիները մեղադրանքը առաջ են բերում, մեղադրանքի շրջանակում հետաքրքիր է 25 համարը կարդանք եւս մեկ անգամ, նայեք ինչ է գրված։ Ասում է Հիսուս նրանց մտքերը հասկանալով ասաց։ Այսինքն մենք հասկանում ենք մի բան, որ փարիսեցիները ինչ որ ասում են, Հիսուսի առաջ չեն ասում եւ Հիսուս ֆիզիկապես չի լսում եւ իրենց նպատակը այն չի, որ Հիսուս լսեր։ Գուցե տարածքի դուրս էին կամ հեռու էին գտնվում եւ ժողովրդին արձագանքեցին։ Բայց առաջին նույնիսկ այս հատվածում Մատթեոսը ինչ ուզում մեզ հստակ ցույց տա, Տեր Հիսուս Քրիստոսի ով լինելը։ Ասում է, որ Հիսուս նրանց մտքերը հասկանալով ասաց։ Այսինքն Հիսուս սովորական մեկը չէր, սովորական մի ուսուցիչ չէր։ Մեկն էր, ով որ անգամ իսկ մարդկանց ինչն էր տեսնում, սիրտն էր տեսնում, մտքերն էր տեսնում, ինչ որ իրենք խոսեցին, ինչ որ մտածում են, այդ ամեն ինչը Հիսուսի առաջ պարզ էր, բացված էր։ Մեր կյանքն էլ Տիրոջ առաջ փակ չի։ Ամեն բան ինչ որ մենք անում ենք, անելու ենք, մտածում ենք, այդ ամեն ինչը Տիրոջ առաջ ոքի sense բացված է ամեն բան։ Ոչ մի բան չենք կարող թաքցնենք Աստծոց։ Շատ դեպքերում մենք նույնիսկ ինքներս մեզ ենք կարողանում խաբել, բայց Աստծուն որևիցե մեկը որևիցե պարագայում չի կարող խաբել։ Եվ շարունակությունը նայեք։ Ինչ է ասում Հիսուս։ Ասում է ամեն թագավորություն, որ իր մեջ մասնատված է, կավերվի, եւ ինքն իր մեջ մասնատված ամեն քաղաք կամ տուն կանգուն չի մնա։ Ուշադրություն դարձրեք, որ Հիսուս Քրիստոս չի սկսվում միանգամից մեղադրանքից կամ այն առումով միանգամից դատապարտությունը չի տալիս։ Չի անդրադառնում են կոնկրետ ավելի վարդապետական խնդիրներին, այլ ինչից է սկսում։ Պարզ տրամաբանական մոտեցում է ցույց տալիս, այսինքն ուզում է ցույց տա, որ այն իրենց պատասխանի մեջ բավականին լուրջ խնդիրներ կա եւ սկսում է տրամաբանական խնդրից։ Տրամաբանական հարց կար։ Թագավորության օրինակն է բերում, ասում ամեն թագավորություն, որ իր մեջ բաժանվի, կործանվում է։ Թագավորության օրինակն ենք տեսնում, դրանից հետո տեսնում ենք քաղաք կամ տուն, որի մեջ բաժանվի, չի կանգնի կամ կանգուն չի մնա, կանգուն չի մնա։ Տեսնում ենք 3 տարբեր մակարդակների մասին։ Թագավորություն ենք տեսնում, քաղաք ենք տեսնում եւ տունն ենք տեսնում։ Ուրեմն թագավորության օրինակը հрьяաները ընդհանրապես այս օրինակը շատ լավ գիտեին։ Ինչի՞։ Որովհետեւ երբ որ Սողոմոնից հետո թագավորությունը ինչ եղավ, բաժանվեց, վերջնական արդյունքում այդ թագավորությունը ինչ եղավ, կործանվեց, այսինքն Տեր Հիսուս Քրիստոսի բերված օրինակը հрьяաների պատմության մեջ շատ հստակ տեսել են իրանք այդ ամեն ինչը, որ այն թագավորությունը երբ որ սկսի ինքն իր մեջ պայքարել, երկար ժամանակ կանգուն չի մնալու։
Ու մենք գիտենք, որ վերջնական հանգրվանը այն եղավ, որ Ասորեստանի ու Բաբելոնի գերությանը ընկան։ Երկրորդ օրինակը շարունակում է, քաղաքի օրինակն է բերում։ Ասում է, եթե քաղաքի բնակիչները ինչ անեն, սկսեն պատերազմել իրար մեջ, նորից այդ քաղաքը երկար չի գոյատևելու, ու մենք նորից պատմությունից շատ հստակ գիտենք, որ երբ որ քաղաքի ներսում խժդժություններ են առաջանում, թշնամու համար շատ հեշտ էր այդ քաղաքը ինչ անելու, կործանելու։ Դրանից հետո կարանք ավելի փոքր միավորը վերցնենք տան օրինակը։ Եթե ամուսինն ու կինը միշտ պայքարի մեջ լինեն, միշտ կռվեն, միշտ ընտանիքում վիճաբանություններ լինեն, այդ տունը ամուր կարա լինի, չի կարա ամուր լինի։ Այսինքն Տեր Հիսուս Քրիստոսի օրինակը այնպեսի մի օրինակ է ինքը բերում, այնպեսի մի հակափաստարկ է բերում, որը որ տրամաբանական էր եւ հասկանալի էր ու ընդունելի էր, ու բոլորին ներքին պատերազմը վերջի վերջո բերելու է քայքանման եւ կործանման։ Չեմ հիշում ով է ասել ու ասեմ շատերը այդ բառերը հիմա կրկնում են մանավանդ քաղաքականության մեջ, ասում են բաժանիր եւ տիրիր արտահայտությունը։ Եվ ընդհանրապես մեծ պետությունները այդ նույն գործիքը մինչև հիմա օգտագործում են, այսինքն դա մի բան չէր, որ հին ժամանակում ասվել էր, հիմա նույնը չի աշխատում։ Մինչև հիմա նույն գործիքը մինչև հիմա աշխատում է եւ շատ շատերը այս արտահայտություններն անում են։ Հիմա նայեք, մի եղբայր հետևյալն է գրում, ասում է Հիսուս այստեղ օգտագործում է մի սկզբունք, որը այնքան ակնհայտ էր, նույնիսկ իր ամենամեծ հակառակորդները չէին կարող այն ինչ անել, հերքել։ Այսինքն այնպեսի մի օրինակ է բերում Տեր Հիսուս Քրիստոս, որտեղ որ տեղ չունես ինչ որ կերպով վիճելու, հակառակը ասելու կամ փորձելու, փաստելու, որ գիտես ինչ կա, գուցե այլ տարբերակներ կա։ Գիտեք, այս օրինակը եւս մեկ անգամ մեզ ուղղակի ուզում է հիշեցնի մի ճշմարտություն։ Աստված միասնության Աստված է եւ Աստված չի ակնկալում կամ չի ցանկանում որպեսի բաժանումներ լինեն։ Հաճախ Սատանան գիտեք հաղթում է եկեղեցին ոչ թե դրսից, այլ փորձում է ինչ անել, բաժանել ներսից։ Բաժանել ներսից։ Ընտանիքները, նորից եկեղեցիները, ծառայությունները շատ անգամներ կործանվում են ոչ թե արտաքին ինչ որ ազդեցությունից կամ գործունեությունից, այլ ներքին բաժանումներից։ Երբ որ մենք սկսում ենք մեր եսը առաջ տանել, մեր ցանկությունները առաջ տանել, Հիսուսի խոսքը հիշեցնում է, որ բաժանումը երբեք Աստծո կամքը չի։ Բայց շարունակության մեջ սրանով չի ավարտվում։ Քաղաքի կամ թագավորության օրինակը բերելուց հետո շարունակում է նաև սատանայի օրինակն է բերում։ 26 համարը։ Ասում է, եթե սատանան սատանային հանում է, ինքն իր մեջ բաժանվում է, արդ նրա թագավորությունը ինչպես կանգուն կմնա։ Եթե առաջին օրինակում Տեր Հիսուս Քրիստոս ընդհանրական սկզբունք է բերում, բաժանումը թագավորության գոյատևման, այսպես ասած, ավարտին է բերելու, այս տրամաբանության մեջ մի փոքր ինչ անում, ավելի նեղացնում է, ավելի է նեղացնում։ Փարիսեցիները ինչ էին պնդում, Հիսուսի կատարած գործը ում միջոցով էր արվել, սատանայի կամ Բելզեբուղի միջոցով էր արվել։ Նրանք չեն հերքում նորից, որ հրաշքը տեղի է ունեցել, ուղղակի ծռում են, ասում են, սատանայի միջոցով է արել։ Եվ Հիսուս շարունակում ասում է, լավ, եթե ձեր ասածը ճիշտ է, պատկերացրեք մի բան, որ ձեր ասածը ճիշտ է, ապա մտածեք դրա հետևանքի մասին, այսինքն դրա հետևանքը ինչ է լինելու։ Սատանան եթե սկսի իր դևերին դուրս անել, ուրեմն նրա վերջնական ինչ է լինելու, բաժանում է լինելու եւ այդ թագավորությունը ձև ասած նորից կործանվելու է։ Այսինքն չի կարա այնպես լինի, որ սատանան քանդի այն գերությունը, որը որ կա։ Խնդիրը գիտեք ինչու՞մն է։ Նախ եւ առաջ մենք պետք է հստակ հասկանանք, որ սատանան իրականում ունի թագավորություն։ Մենք տեսնում ենք Աստվածաշնչում կամ Նոր Գտականում մի քանի այսպես ասած նկարագրություն։ Մենք տեսնում ենք Հովանո ավետարան 12:31-ում ասում է այս աշխարհի իշխանը, այսինքն ունի որոշակի իշխանություն։ Երկրորդ Կորինթացիս 4:4 նորից ասում է այս աշխարհի Աստվածը, եւ Եփեսացիս 2:2-ում ասում է օդի իշխանության իշխանը։ Այս բոլորը ցույց են տալի, որ իրապես սատանան ունի որոշակի իշխանություն եւ այն ամեն ինչ որ անում են, կազմակերպված ձևով են անում, քաոտիկ չի, այսինքն հստակ ուղղվածություն կա, հստակ նպատակ ունի սատանան։ Որն է սատանայի նպատակը։ Հովանու 44-ում տեսնում ենք ասում է խաբեբա է, մարդասպան է, մեղադրող է, հայտնություն 12:10, գող, ավազակ եւ կործանիչ է։
Այսինքն այն ամեն ինչ որ ինքը անում է, մեկ նպատակ ունի։ Ամեն կերպով չարիք անել, վատը անել։ Եվ երբ որ մենք այս տրամաբանության մեջ ենք նայում, նորից խնդիր է առաջանում։ Այս պարագայում մարդը երբ որ ազատագրվեց, լավ բան տեղ ունեցավ, թե ոչ։ Լավ բան տեղ ունեցավ, չէ՞։ Ազատագրություն տեղի ունեցավ։ Մինչև այդ հիվանդը էր, խնդիրներ ուներ, հիմա այդ հիվանդությունից էլ բժշկվեց։ Այսինքն տրամաբանորեն, եթե նորից չենք անդրադառնում այդ հարցին, Հիսուս ինչ է ասում։ Ասում է, թե ասում եք սատանան սկսի սատանային դեմ գործել, այդ թագավորությունը կործանվելու, այսինքն դուք նույնիսկ չեք հասկանում, որ սատանան բարի բան նույնիսկ չի կարող անել։ Անտրամաբանական է ձեր ասածը։ Դոնալդ Կարսոնը գրում է, ասում է, նրանց ատելությունը այնքան մեծ էր, որ նրանք նախընտրեցին անհնարին բացատրությունը միայն թե չընդունեն, որ Հիսուս իսկապես գործում էր Աստծո զորությամբ։ Այսինքն պատրաստ էին նույնիսկ անտրամաբանական ինչ-որ մի առաջ բան բերելու, մենակ թե չընդունեն, որ այն ամեն ինչ որ տեղի է ունենում, Տեր Հիսուս Քրիստոս անում է Աստծո զորությամբ։ Աստծո զորությամբ։ Հիսուս այսքանով բայց չի սահմանափակվում։ Շարունակվում է եւ սատանայի օրինակից հետո անդրադառնում է նաեւ նրանց որդիների օրինակին։ 27 համարը ասում է եւ եթե ես Բեելզեբուղի միջոցով եմ հանում, ապա ձեր որդիները ինչով են հանում։ Դրա համար էլ նրանք ձեր դատավորները կլինեն։ Նայեք, երբ որ շարունակում է Տեր Հիսուս Քրիստոսը տրամաբանական հիմնավորման մեջ, առաջին օրինակում տեսանք բաժանված թագավորության օրինակը, երկրորդ օրինակում սատանայի օրինակն է բերում, որ նորից անտրամաբանական է, երրորդ օրինակը անդրադառնում է մի փոքր ավելի նորից իրենց վերաբերվող հարցին։ Ինչ է ասում։ Ասում է ձեր որդիները, երբ որ դիվահարներին հանում են, ինչ ում միջոցով են այդ ամեն ինչը անում։ Երբ որ ասում է ձեր որդիներ, ինչի նկատի ունի։ Երկու տարբերակ կա, որ երկու տարբերակի շրջանակում էլ մեկնաբանում են, ասում են, որ առաջինը կարող են լինի, որ ոչ թե իրենց ֆիզիկական երեխաների մասին է խոսքը գրում, այլ իրենց էլիտայի շրջանակը, այսինքն որպես փարիսեցիներ, իրենց այդ փարիսեցիների շրջանակում մարդիկ ովքեր որ այսպես ասած էկզորցիզմով են զբաղվում կամ այդ դիվահանությամբ են զբաղվում։ Այն ժամանակ բավականին տարածված էր այս process-ը եւ թե փարիսեցիների մոտ եւ նույնիսկ հեթանոսների մոտ նույնպես այս մեթոդները կային։ Օգտագործում էին տարբեր արտահայտություններ, ինչ որ մոգական խոսքեր եւ այլն, ասեմ, որ թե կաթոլիկ եկեղեցում, թե որոշ առումով լեզվախոս եկեղեցիներում նույնպես այս պրակտիկան բավականին զարգացած է։ Ասեմ, հոլիվուդյան ֆիլմերն էլ մի քիչ այդ էկզորցիզմը բերեցին ուրիշ մակարդակի, հատուկ ինչ որ արտահայտություններ եւ այլն։ Հիմա շատ չեմ ուզում անդրադառնամ, բայց Տեր Հիսուս Քրիստոսը ինչ է ասում։ Ասում է, եթե դուք ընդունում եք իրենց ծառայությունը, նրանք ովքեր որ ձեր շրջանակում են, կամ գուցե ձեր այսպես ասած աշակերտներն են, եթե ասում եք, որ իրենց գործողությունը Աստծուց է, ո՞նց է ստացվում, որ նույն բանը ինչ որ ես եմ արել, հիմա ասում եք ումից է, սատանայից է։ Հենց սրա համար է հենց այդ հասկացողությունը բերում։ Ասում է, եթե ես Բեելզեբուղի միջոցով եմ հանում, բայց ձեր որդիները ում միջոցով են հանելու։ Նրանք տեսնում են, որ նայեք, Հիսուս ոչ թե ուզում է հավասարացնի իր ծառայությունը տվյալ մարդկանց ծառայության հետ, այլ ուղղակի այս հարցն է բերում, որպեսզի ցույց տա, որ ձեր բերված օրինակի մեջ երկակի ինչ կա, ստանդարտներ կա։ Այսինքն դուք ձեր շրջանակի մարդկանց արած են, ինչ որ անում են, ընդունում եք, ասում եք Աստծուց է, բայց այս պարագայում, որ որևիցե փաստ չունեք հակառակը ներկայացնելու, ուղղակի ներկայացնում եք, ասում եք ումից է, սատանայից է։ Նրանց խնդիրը ինչ էր, որ չէին ցանկանում ընդունել իրական, այսպես ասած իմաստը։ Նրանք արդեն իսկ որոշել էին, ով է Հիսուս, որ պետք է սպանեն, խաչեն եւ այլն։ Խնդիրը այդ չէր։ Խնդիրն էր, որ ուղղակի ուզում էին այնպես անեն, որպեսզի ժողովուրդը հանկարծ չհետևի Տեր Հիսուս Քրիստոսին, որտեվ հարցեր են առաջ գալիս ու իրենք պետք է փորձեն ինչ անեն, պատասխանեն։ Մարդը երբեմն չի մերժում Քրիստոսին ուղղակի ապացույցների ոչ բավարար լինելու համար։ Երբ շատերը կան, իրականում ամեն մեկս մեր կյանքում մենք տեսնում ենք Տիրոջ ներկայությունը, տեսնում ենք Տիրոջ գործերը, տեսնում ենք այն բնությունը ինչ որ կա։
Նույնիսկ գիտնականները, ես զարմանում եմ, ֆիզիկները, բաները, երբ որ նայում եմ, տեսնում ես բավականին խելացի մարդիկ են։ Իրանք էլ են նույնիսկ զարմանում, թե ոնց է այս ամեն ինչը կանոնակարգված, ոնց կարա լինի քաոտիկ վիճակից, գա այս ամեն ինչը կանոնակարգված, նույնիսկ այն ինչ որ մենք կարծում ենք քաոտիկ երևույթներ են, նույնիսկ դրա մեջ են տեսնում կանոնակարգված այս ձև ասած ընթացք։ Եվ այս ամեն ինչի շրջանակում շարունակում են ինչ անել, այս ամեն ինչը առաջացել է Python-ից, ինքնուրույն եւ այլն եւ այլն։ Ինչա ցույց տալի։ Նույնն էլ էս պարագայում, այսինքն մարդը իր սկզբունքներից չի ուզում հետ կանգնի, որպեսզի հանկարծ ու հանկարծ չընդունի Տեր Հիսուս Քրիստոսի իշխանությունը։ Ինչու որտեվ եթե ընդունեցի, որ Տեր Հիսուս Քրիստոս կա, ընդունեցի, որ արարիչ կա, նշանակում է ես արդեն պետք է ընդունեմ, որ պատասխանատվություն եմ կրում այդ արարչի առաջ։ Դրա համար Հիսուս շարունակում ասում է, դրա համար նրանք ձեր դատավորները կլինեն։ Ինչու՞։ Որտեվ մի պարագայում ասել էիք, որ այս ինչ որ անում եք Աստծուց է, բայց հիմա ասում եք, որ սատանայից է։ Նշանակում է ձեր արդեն ասված խոսքը ձեր դեմ ինչ է լինելու, դատաստանի առիթ է լինելու։ Ինչու որտեվ դուք արդեն իսկ ընդունել եք, որ այս գործողությունը Աստծուց է։ Հիմա ուղղակի ձեր ցանկությունների, ձեր սխալը, ձեր կամ այսպես ասած հպարտությունը շիշնելու պատճառով պատրաստ եք անգամ Աստծո գործը անվանելու որպես սատանայի գործ, սատանայի գործ։ Ու այս հատվածը նորից մեզ ստիպում է մի հատ պարզ հարց տալ։ Արդյոք մենք արդար կերպով ենք գնահատում Հիսուսին այսօր։ Թե արդեն որոշել ենք մերժել նրան եւ հետո պատճառներ ենք փնտրում։ Շատ մարդիկ արդեն որոշել են, որ Աստված չկա այս ամեն ինչը եւ այլն ու պատճառ են փնտրում։ Պատճառ են փնտրելու իրենց, այսպես ասած, մերժումը արդարացնելու։ Ու այդ պատճառի մեջ կարանք նույնիսկ եկեղեցին լինի։ Դե նայեք են հավատացյալները, նայեք քահանաները, նայեք էս կողմ են կողմ։ Ինչի հեշտ է։ Որտեւ ասում ես, դե ես իրանցից ավելի լավն եմ եւ այլն եւ այլն։ Ես պատճառաբանություն եմ փնտրում ասելու, որ ես չեմ ուզում հետևեմ Քրիստոսին։ Խնդիրը նորից գիտության պակասի մասին չի, ու նույնն էլ այն չի, ինչ որ իմ շրջանակում ես ամեն վարքյան ամեն պատ տեսնում եմ։ Մարդը կարող է լսել ավետարանը, տեսնել Աստծո գործերը, ուրիշների կյանքում նույնիսկ, ու ինչ անել, շարունակել մերժել ու դրա շրջանակում ինչ որ անհեթեթ, ինչ որ բացատրություններ կամ բաներ գտնել։ Նույն բանն անում էին նաև փարիսեցիները։ Դա համար Հիսուս ինչ արեց, հստակ տրամաբանորեն ցույց տվեց, որ այդ մեղադրանքները ինչ են, փուչ ու դատարկ են, եւ այն ամեն ինչ որ ինքը անում է, Տիրոջ զորությամբ է անում եւ նա ցույց է տալիս իր ով լինելը։ Շարունակության մեջ արդեն կտեսնենք 28-ից 29-ի մեջ, որ Հիսուս շարունակում է եւ ասում է ոչ միայն ձեր ասած անտրամաբանական է, այլ նաեւ վարդապետության այդ խնդիր կա, վարդապետական խնդիր կա։ Երկրորդը վարդապետական հիմնավորումը 28 համարից։ Նայեք, մինչև կանցնեմ կոնկրետ հատվածին, ուշադրություն դարձրեք։ Հիսուսի հրաշքները վկայում են Աստծո արքայության գալստյան մասին։ Այսինքն մինչև այդ մենք արդեն իսկ տեսել ենք մանավանդ Մատթեոս ավետարանը շատ անգամներ է խոսում 5 տականից մեջբերումներ անելով։ Ինչի, որ ցույց տասի ժողովուրդ ջան, նայեք, այն ինչ որ անում է Տեր Հիսուս Քրիստոս, ինչա ցույց տալիս։ Այն խոստումն է, որը որ պետք է իրականություն դառնալ եւ ուղղակի մենք պետք է աչք ունենանք ինչ անելու, տեսնելու։ Եվ Տեր Հիսուս Քրիստոս ինչ որ սովորեցնում էր, ինչ որ անում էր, ցույց էր տալի նրա ով լինելը, որ Աստծո թագավորությունը արդեն իսկ հասել է, մոտ է։ Խնդիրը նորից միայն նրա մեջ չէր, որ նրանց մեղադրանքը անտրամաբանական էր։ Խնդիրը նրա մեջ էր, որ իրենք շատ լավ գիտեին խոսքը, շատ լավ գիտեին մարգարեությունները, բայց այդ ամեն ինչը տեսնելով նորից իրենց այդ կարծր սրտի պատճառով որոշում կայացին նույնիսկ դա ինչ անելու, ծռելու։ Աստծո արքայությունը հասել է։ Իսկ եթե Աստծո հոգով եմ դևերին հանում, ուրեմն Աստծո թագավորությունը հասել է ձեր վրա։ Եթե ես Աստծո հոգով եմ այս ամեն ինչը անում, ուրեմն Աստծո թագավորությունը ինչ արել, հասել է ձեր վրա։ Այս խոսքի մեջ կա, ասենց ասած, ամբողջ այդ կենտրոնական ճշմարտությունն է իր մեջ պարունակում։
Հիսուս հակադրում է երկու հնարավոր աղբյուր։ Ասում է կամ սատանայի զորությունից է, կամ ում զորությունից է, Աստծո հոգու զորությամբ։ Արդեն իսկ այն ինչ որ սատանայից կարող լիներ, ինքը ասեց, որ հստակ անտրամաբանական է, ուրեմն ի՞նչ է մնում տակը, որ Աստծո հոգով է արել։ Միջին տարբերակ չկա։ Եթե Հիսուսի գործերը Աստծուց չեն, ուրեմն չէր կարող այդ ամեն ինչը անել։ Եթե այս ամեն ինչը արվում է եւ իրենք իրենց աչքով տեսնում են, ուրեմն այս բոլոր գործերը ումից են, Աստծուց են։ Իսկ դա իր հերթին նշանակում է, որ Աստծո արքայությունը եկել է, մոտեցել է։ Եթե ես Աստծո հոգով եմ հանում դևերը, այստեղ նորից Տեր Հիսուս Քրիստոս հստակ բացահայտում է իր ծառայության աղբյուրը, զորությունը, Աստծո հոգին է։ Այժմ Հիսուս դևերը հանում է եւ դա նույն Սուրբ Հոգու զորության դրսևորումն էր։ Այն ամեն ինչը որ ինքը արեց ու մինչև այդ որ անում էր, Աստծո արքայությունը հասել է։ Երբ որ ասում է հասել է, այսինքն ժամանել է, արդեն հասված լինելու մասին է խոսքը գնում, ուղղակի ստեղ նրբություն կա, այսինքն չի ասում շուտով կգա, արդեն իսկ ասում է հասել է։ Ինչու՞։ Որտեվ հայտարարում է, որ այն մարգարեությունները, որ տեղի են ունեցել, արդեն իսկ իրականացան։ Արդեն իսկ իրականացան եւ իրենց առաջ կանգնած էր ով։ Թագավորը։ Իրենց առաջ կանգնած էր թագավորը, ուրախակի իրանք այդ թագավորին չէին տեսնում։ Իրենց պատկերացած թագավորը մի քիչ այլ տրամաբանության շրջանակն ուներ։ Իրենց պատկերացած թագավորը պետքա գար ձյու վրա, գար ու հաստատեր Դավթի ֆիզիկական թագավորությունը, ազատագրեր հռոմեական կայսրությունից եւ իրանք էլ նորից լինեին այս ասած աշխարհի իշխանները, թագավորները։ Սա է իրենց պատկերացած թագավորը։ Դրա համար չէին կարող տեսնել Հիսուս Քրիստոսի մեջ այն խոստացված թագավորը, որը որ մարգարեները խոստացել էին։ Չէին կարող այդ ընդունեին, դա իրենց համար անընդունելի էր։ Ոչ միայն փարիսեցիները, նաև որոշ առումով աշակերտների համար էլ, որտեղ այն ժամանակվա մարդիկ այդ տրամաբանությամբ էին նայում։ Բայց ուշադրություն դարձրեք, թագավորությունը դեռևս վերջնական իր տեսքով չի եկել։ Ինչու, որտեղ կգա վերջնական իր տեսքին կհասնի, երբ որ Տեր Հիսուս Քրիստոս երկրորդ անգամ կգա, կհաստատի հազարամյա թագավորությունը եւ թագավոր կլինի եւ նոր դրանից հետո երբ որ արդեն նոր երկինքն ու նոր երկիրը կլինի, վերջնականապես կհաստատվի Աստծո լիարժեք թագավորությունը։ Այսինքն արդեն եկել է, բայց դեռ ոչ ամբողջական։ Մենք դեռևս սպասում ենք Տիրոջ ամբողջական թագավորության իրականացմանը։ Եվ դրա համար փարիսեցիները, դպիրները իրենց պատկերացած թագավորությունը դեռևս չէր եկել։ Ու գիտեք, հрьяաները մինչև հիմա սպասում են, թե երբ է Մեսիան գալու։ Այնինչ երբ որ արդեն երկրորդ անգամ գա, չի գալու խաչվելու, չի գալու մահանալու համար։ Գալու է դատապարտելու եւ դատաստանի համար եւ այո, արդեն այդ ժամանակ իր թագավորությունը կհաստատի։ Բայց ինչպես որ այն ժամանակ Տիտանիկի պահն էր, երբ որ մարդիկ արդեն տեսան, որ վերջ արդեն պահն եկել է, այլևս այդ փրկության հնարավորությունը չկա։ Այդ ժամանակ էլ երբ որ շատ-շատերը այդ պահը գա, այլևս այլ ընտրանք, այլ հնարավորություն չի լինելու ուղղակի։ Դրա համար Տեր Հիսուս Քրիստոս ինչ էր անում, այս ամենասկզբից, ինչ էր քարոզում։ Ասում էր ապաշխարեք, որտեվ երկնքի արքայությունը ինչ է, մոտեցել է ու տեսնում ենք, թե Հովհաննես Մկրտիչն է այդ քարոզում, թե Հիսուսն է քարոզում, թե դրանից հետո աշակերտներն էին քարոզում, բայց այս պարագայում ոչ միայն քարոզ էր, այլ ինչ էր, Տեր Հիսուս Քրիստոս անձամբ իրենց առաջ կանգնած էր։ Մակարդուրը գրում է, ասում է, Հիսուսի յուրաքանչյուր հրաշք վկայում է նրա աստվածային իշխանության մասին։ Հրաշքների նպատակ չունեին պարզապես մարդկանց զարմացնելու, այլ բացահայտելու, թե ով է Հիսուս։ Ցույց տալու, թե ով է Հիսուս։ Դրա համար երբ որ օրինակի համար Հիսուսից հետո աշակերտները եկան եւ սկսեցին քարոզել, գործ կառաքելոցում ենք տեսնում։ Շատ նորից հրաշքներ ու նշաններ էին լինում։ Ինչի համար։ Որպեսզի հաստատվեր, որ նրանք նորից խոսում են Աստծո անունից, նրանց տված ճշմարտությունը Աստծուց է։ Եվ երբ որ արդեն ավետարանը ամբողջացավ, երբ որ Աստվածաշունչը ամբողջացավ, այլևս այդ հրաշքները ինչ եղան, ավարտվեցին։
Հրաշքները, մարգարեությունները, լեզուները ավարտվեցին, որտեղ այլևս դրա կարիքը չկար, որտեղ ունեինք ամբողջական Աստծո հայտնությունը։ Դրա համար Տեր Հիսուս Քրիստոսի կատարած ամեն մի հրաշք ցույց էր տալիս նրա ով լինելը։ Փարիսեցիները տեսան Աստծո արքայության նշանները, բայց ինչ արեցին։ Մերժեցին թագավորին։ Զգուշացումները ստացան, բայց այնուամենայնիվ մինչև վերջ գնացին։ Ու շարունակության մեջ մենք տեսնում ենք, որ Հիսուս բերում է եւս մեկ օրինակ, այսինքն ոչ միայն այն գործերը, ինչ որ կատարվում էր, ցույց էր տալի արքայության նշանները, որի մասին իրենք շատ լավ գիտեին, որը որ նորից ծռում էին իրենց վարդապետության, իրենց հասկացողության առումով։ Շարունակության մեջ եւս մեկ կարևոր բան է ասում։ Հիսուս շարունակում է ասում է, որ նույնիսկ իրենց ասացի մեջ Հիսուսն ավելի զորավոր է, քան ով Սատանան։ Ուշադրություն դարձեք 29 համարի մեջ։ Ասում է կամ ինչպես կարող է մեկը հզոր մարդու տունը մտնել ու նրա ունեցվածքը հափշտակել, եթե նախ այդ հզորին չկապի եւ հետո նրա տունը կողոպտի։ Ուշադրություն դարձեք, Հիսուս շարունակում է այս տրամաբանությունը եւ հետեւյալն է ասում։ Արդեն հաստատել է, որ իր գործերը ցույց էին տալի, որ Աստծո արքայությունը մոտ է եւ ինքը թագավոր է, ով որ ունի այդ իշխանությունը, շարունակության մեջ ինչ է ասում։ Ներկայացնում է մի զորավոր մարդու մասին։ Այդ զորավոր մարդը ով է։ Չէ։ Սատանան է, Սատանայի մասին է ասում, ուշադրություն դարձեք։ Նայեք, ասում է, Հիսուս օգտագործում է մի պատկեր, որ նորից նրանք փորձեն տրամաբանեն, մտածեն։ Նայեք, Հիսուս ինչ է ասում։ Ասում է, պատկերացեք մի մարդու, ով որ իր տունը ունի ունեցվածքն է, եւ իր ունեցվածքը ինչ անում, պահում է։ Իր, այսև ասած, զորավորը, էդի ով է, Սատանան է։ Տունը որ ոլորտներ ներկայացնում է սպարագայում։ Նո իշխանությունը կամ ավելի կոնկրետ կարանք ասենք այդ իշխանության մեջ դիվահարությունը իր ունեցվածքն է։ Այսինքն մենք արդեն խոսեցինք, որ Հիսուս ասեց, որ Սատանան ունի իշխանություն, մենք դրա մասին խոսեցինք, եւ դրա մեջ, երբ որ ասում է ունեցվածքը կամ իրերը, ներկայացնում են բոլոր մարդիկ, ովքեր որ կապված են Սատանայից։ Եվ այս պարագայում շատ ճիշտ է, դիվահարի մասին է խոսքը գնում։ Եվ Հիսուս Քրիստոսը ինչ է ասում, ասում որպեսզի մեկը ի վիճակի լինի մտնելու այդ զորավորի տունը ու իր ունեցվածքից ինչ անելու, գողանալու, ինքը պետք է ի վիճակի լինի ավելի ուժեղ լինի, քան թե զորավորը, որը որ մեկն է։ Այս պարագայում այդ զորավորն ով էր։ Հիսուս Քրիստոսն էր։ Հիսուս Քրիստոսն էր, ով որ մտավ, այսպես ասած, Սատանայի շրջանակը, կապեց Սատանային եւ ազատագրեց ում այդ մարդուն։ Եվ փարիսեցիները, երբ որ այս օրինակը բերում են, նորից իրանք չեն հասկանում, որ իրենց Աստվածի մեջ որոշ առումով վկայում են, որ Տեր Հիսուս Քրիստոս ավելի զորավոր է, քան թե Սատանան ու մնացած դևերը։ Եվ սա է ճշմարտությունը, դրա համար Տեր Հիսուս Քրիստոս նույնիսկ այս տրամաբանության մեջ ինչ է անում, ուզում է ցույց տա, որ այո ինքը ունի իշխանություն եւ ինքը վեր է այն նույնիսկ իշխանությունից, որը որ ունի Սատանան, Սատանայի իշխանությունը սահմանափակ է։ Սահմանափակ է։ Ասում են նախ զորավորին պետք է կապի, նախ պետք է Հիսուս այդ զորավորին կապի, որպեսզի կարողանա հաղթանակ ունենա։ Հիսուսի հաղթանակը գիտեք սենց գագաթնակետը որտեղ էր։ Խաչի վրա էր։ Խաչի վրա ջախջախվեց Սատանայի գլուխը։ Ես էլի եմ ցավով ասում, մի քարոզիչ կա, նույնիսկ անուն էլ չեմ տալու, բավականին մեծ եկեղեցու, այդ մարդը կանգնեց ու հայտարարեց, ասեց, խաչը էդի Սատանայի հաղթանակն էր։ Ես զարմանում եմ այս մարդկանց տրամաբանության մեջ, բայց հակառակը։ Խաչը Հիսուսի հաղթանակն էր Սատանայի ու Սատանայի իշխանության նկատմամբ։ Որովհետև երբ որ խաչվեց Տեր Հիսուս Քրիստոս, ազատագրեց մարդկանց այն մեղքի գերությունից, որը որ մինչև այդ կար։ Դրա համար Ծննդոց 3:15-ում, երբ որ կարդում ենք այդ Տեր Աստված այդ խոստումը տվել էր, որ գալու է Եվայի սերնդից մեկը, ով որ ջախջախելու է Սատանայի գլուխը կամ օձի գլուխը։ Եվ այո ջախջախումը տեղի ունեցավ խաչի վրա, երբ որ Տեր Հիսուս Քրիստոս մահացավ մեր բոլորի մեղքի համար։ Մեր բոլորի մեղքի համար։ Դրա համար Կողոսացիս նամակի մեջ 2-րդ գլուխ 15 համարում կարդում ենք հետևյալը։ Կողոսացիս 2:15 Պողոսը գրում է. Իշխանություններին եւ պետություններին մեր կացնելով հայտնապես խայտարակեց ու նրանց
հաղթեց նրանով։ Տեր Հիսուս Քրիստոսի մասին է խոսքը գնում, որ Տեր Հիսուս Քրիստոս խաչով հաղթեց այն իշխանությունները, որոնք որ ուներ սատանան։ Եվ այս դիվահարությունը, երբ որ ազատվեց, նշանն էր նորից նրան ինչի, որ Տեր Հիսուս Քրիստոս հաղթել է, այլ ոչ թե սատանայի հաղթանակի մասները խոսքը գնում։ Հիսուս ինչ արեց, ազատեց կույրին, համր դիվահարին ինչ արեց, ազատագրեց, բժշկեց, որը ցույց տվեց, որ այո, Աստծո թագավորությունը եկել է։ Նրանց առաջ կանգնած է մեկ ով որ զորավոր է թե ֆիզիկական իրողությունների, թե հիվանդությունների նկատմամբ, թե նաև դիվական աշխարհի նկատմամբ։ Ու Մատթեոսը արդեն իսկ սրա մասին խոսել էր, մենք արդեն իսկ սրա մասին մի քանի անգամ քարոզել ենք։ Ու եկել էր, որպեսզի սատանայի տունը, Եզև ասած ինչ անի, թալանի, ազատի նրանց, ովքեր որ կապված են, ովքեր որ Տեր Հիսուս Քրիստոսի խոսքը կլսեն և կգան իր առաջ այդ ազատագրումը կստանան։ Իսկ ովքեր որ կմերժեն, այլ ճանապարհ, այլ հնարավորություն ուղղակի չկա, ժողովուրդ։ Արդյոք Տիրոջ կողմից ազատագրություն ունենք, թե ոչ։ Արդյոք Տիրոջ կողմից մեր մեղքերներում ունենք, թե ոչ։ Այսի հարցը են, որ նորից պետք է ամեն մեկս հարցնենք ինքներս մեզ, արդյոք Քրիստոսինն է։ Քրիստոնյան չի ապրում վախի մեջ կարծելով, թե վերջնական ինչ-որ սատանան իշխանություն իր վրա ունի, կամ իրավիճակները ինչ-որ բանի կարան հասցնեն և այլն և այլն։ Նորից սա ես չեմ ասում, որ խնդիրների առաջ չենք կարա կանգնենք, Հոբի օրինակը միշտ մեր առաջ է։ Մենակ Հոբի օրինակը մի նայեք, քրիստոնեության ողջ պատմության ընթացքը նայեք, աշակերտների կյանքին նայեք։ Սրա մասին չի խոսքը գնում։ Բայց երբ որ դու գիտես, որ վերջնական հաղթանակը Տեր Հիսուս Քրիստոսի հետ է, գիտես որտեղ ես լինելու, հասկանում ես մի բան, որ հույս ունես, ու այդ հույսդ հիմնված է ամուր հիմքի վրա։ Այո, նա գործում է, սատանան գործում է աշխարհի վրա, բայց իր իշխանությունը ինչ է, սահմանափակ է։ Ավելի զորավոր թագավորն է եկել, այդ թագավորը Տեր Հիսուս Քրիստոսն է։ Տեր